Բարև իմ շատ սիրելի հայրենակից։ Այսօր հայ առաքելական Սուրբ եկեղեցին ենթարկվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից թելադրված նիկոլական հարձակման։ Այսօրվա հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ հարձակումները ուղիղ համեմատական են այն հարձակումներին, որոնք տեղի են ունեցել 1915 թվականին։ Հայոց ցեղասպանության ժամանակ առանձնակի դաժանությամբ էին վերաբերվում հայ առաքելական Սուրբ եկեղեցու սպասավորներին, այսինքն հոգևորականներին։ Մի պատմություն հիշեցի, որը տատս էր պատմում, ով գաղթել էր Ղարսից։ Նա պատմում էր, որ Ղարսում կար մի մատուռ, որտեղ տեղի հոգևորականին գլխատել էին, իսկ գլուխը մեխով ամրացրել մատուռի մուտքի վերին հատվածին։ Իսկ ինչ է անում Նիկոլը հիմա։ Սկզբնական շրջանում թիրախավորում էր հայ առաքելական Սուրբ եկեղեցու սպասավորներին, այսինքն սրբազաններին, բնականաբար այստեղ անմաս չթողելով վեհափառ հոր հանգամանքը։ Երկրորդ դրվագով իրեն կարգել է որպես մի սուրբ արարածի, ով պետք է զբաղվի եկեղեցին մաքրելով, եւ երրորդը, որը թերևս ինձ համար ամենակարևորներից է, իրականացնում է այն, ինչը թուրքերին չհաջողվեց իրականացնել 1915 թվականին։ Ինչու եմ նշում, որ Նիկոլ Փաշինյանի գործողությունները եւ հայտարարությունները ուղիղ համատություն են կամ շարունակություն են 1915 թվականի օսմանյան թուրքերի, որովհետեւ այն ժամանակ թուրքերը նույնպես մեղադրում էին հայ մտավորականներին, հանձինս հայ առաքելական Սուրբ եկեղեցու սպասավորներին պետության դեմ դուրս գալու մեջ։ Եվ իհարկե Նիկոլ Փաշինյանի հիմիկվա գործողությունները, մասնավորապես սկզբնական շրջանում կալանավորումը Բագրատ Սրբազանի, այնուհետև կալանավորումը Միքայել Սրբազանի, իսկ ներկայումս կալանավորումը Մկրտիչ Սրբազանի, խոսում է մեկ բանի մասին, որ հաջորդ թիրախը վեհափառ հայրն է։ Ըստ օդում կախված լուրերի, Նիկոլ Փաշինյանը մոտակա օրերին կկալանավորի վեհափառ հորը։ Այստեղ մեկ ընդհանրություն կա թուրքերի ցանկության եւ Նիկոլի ցանկության միջեւ։ Թուրքերը 1915 թվականին ցանկանում էին գլխատել հայ առաքելական Սուրբ եկեղեցին, իսկ 2025 թվականին Նիկոլը փորձում է վեհարանում ունենալ այնպիսի վեհափառ, որը գլխիկոր կհամաձայնվի Նիկոլի հայաքանդման գործերին։ Ինձ համար թերևս շուտվանից է պարզ ով է Նիկոլ Փաշինյանը, ինչպիսի կենսագրություն ունի կամ ուր է շարժվում։ Այստեղ հարցը ավելի շատ վերաբերվում է ձեզ։ Իսկ դուք պատրաստ եք հանդուրժել Նիկոլի նման բարբարոսությունները։ Ձեզ հետ է ես, Ադրբեջանի հարցերով փորձագետ եւ միջազգայնագետ Գառնիկ Դավթյանս։ Լավ եղեք, կհանդիպենք։